կառավարման տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճը 3% նպատակի և գների կայունության ապահովման համար։ Ներողություն առկա H2 Պարոն Գալստյան, օրերս հայտնի դարձավ, որ Moody's-ը իջեցրել է Հայաստան Էլցանցի ռեյտինգները և կանխատեսումը նույնպես իջեցվել է stable-ից դեպի նեգատիվ։ Ձեր կարծիքով դա ինչպես կանդրադառնա Հայաստանի ֆինանսական կայունության և ներդրումային գրավչության վրա? Շնորհակալություն։ Ես լիահույս եմ, որ հարցը ինչ վերաբերում է այն անորոշությունների հետ, որը կապված է հետ արագ լուծում կստանա, որի արդյունքում մեր ռեյտինգի նվազեցումը կլինի ու կկրի կարճաժամկետ բնույթ, ուստի չեմ կարծում, որ ինքը ինչ-որ երկարաժամկետ ազդեցություններ պետք է ունենա առավել ևս ֆինանսական կայունության վրա։ H2 Գուցե այդ հարցի շարունակությունը որևէ այս կարճաժամկետ հարցի լուծում դեռ չի նկատվում ասպարեզում, որովհետև կառավարության քաղաքականությունը միջանկյալ որոշում արբիտրաժային դատարանի մերժելու չկատարելու վերաբերյալ այս մասին ինչ կանխատեսում ունեք դուք, և մյուս հարցը անշարժ գույքի շուկայի հետ կապված Երևանը վերածվել է Մեջին հրապարակի և այս պահին ակտիվություն կա այդ ուղղությամբ, արդյոք կան ռիսկեր, որ հակառակ էֆեկտը կլինի 1-2 տարի անց, երբ կունենանք առաջարկի ավելցուկ։ Առաջի հարցի հետ կապված ավելացնելու բան չունեմ, որովհետև կենտրոնական բանկի կոմպետենցիայից դուրս է այն հարցի հարցադրումը, որը դուք ներկայացնում եք։ Ինչ վերաբերում է անշարժ գույքին, մենք, եթե մեր ֆինանսական կայունության հաշվետվություններին հետևել եք, մենք անընդհատ մեր վերջին երևի 4 հաշվետվության մեջ առնվազն խոսել ենք պոտենցիալ հնարավոր գների անկման ռիսկի վերաբերյալ, բայց բարեբախտաբար այս պահին մենք ինչ որ տեսնում ենք, մենք ունենք մի իրավիճակ, որ գների անկումը, եթե նույնիսկ կա, ապա ինքը շատ չափավոր է ու տեղի է ունենում կանխատեսելի հանդարտ հետագծով, որի համար մենք որևէ հավելյալ ռիսկեր այս պահի դրությամբ չենք տեսնում, որովհետև տնտեսական ակտիվության որոշակի նաև արագացում ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ վերաբերում է ապագայում պոտենցիալ առաջարկի ու պահանջարկի դիսբալանսին 2 տարի հետո, կարծում եմ պիտի ապրենք տեսնենք ինչ զարգացումներ տեղի կունենան, որովհետև անշարժ գույքի շուկան ինքն իրանով ածանցվում է շատ այլ գործոններից, որոնք այս պահի դրությամբ 2 տարի առաջ նայելով դժվար կլինի ինչ-որ բան ասել։ Civilnet հետո Արամջան։ Շնորհակալություն, պարոն Գալստյան, ձեր հայտարարության մեջ, խորհրդի հայտարարության